Իսրայելը գիշերվանից օդային հարվածներ է հասցնում Իրանին, ցահալի տվյալով իսրայելական ավելի քան 200 ինքնաթիռ 300 միավոր զինամթերքով հարվածել է իրանական ավելի քան 100 օբյեկտի, այդ թվում հոբ համակարգին և հրթիռային բազաների։ Թիրախում են եղել Թեհրանը, Սպահանը, Ղոմը և այլ բնակավայրեր։ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում Նաթանզում 2 անգամ պայթյուն է որոտացել, տեղեկություններ կան, որ օբյեկտը վնասվել է, սակայն ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Հաղորդվում է, որ ժամեր առաջ հարձակման է ենթարկվել նաև Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շիրազ քաղաքը, ծուխ է նկատվել Թավրիզի օդանավակայանի մերձակա տարածքում, երկրորդ անգամ թիրախավորվել է մայրաքաղաք Թեհրանը։ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել են միջուկային ոլորտի գիտնականներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում են Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին և ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն։ Զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, նրանց թվում են կանայք և երեխաներ։ Կարմիր մահիկի տվյալով 90-ից ավելի մարդ է վիրավորվել 12 նահանգում։ Ըստ իրանական ԶԼՄ-ների նախնական տվյալով Թեհրանում զոհվել է 70-ից ավելի մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 320-ը։ Իսլամական Հանրապետության օդային տարածքը փակվել է, ինտերնետ հասանելիությունը սահմանափակ է։ ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանում բողոքի ցույցեր են անցել Իսրայելին կոշտ պատասխանի պահանջով։ Իսրայելը նախազգուշացնում է, շարունակելու են ռազմական օպերացիան և այն կարող է երկար տևել։ Իսրայելը սկսել է արթնացող առյուծ գործողությունը, որի նպատակն է չեզոքացնել Իրանից Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգները։ Գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Տասնամյակներով Թեհրանը անամոթաբար կոչ է արել ոչնչացնել Իսրայելը։ Նաև վերջին տարիներին Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել, ինչը բավարար է 9 ատոմային ռումբ ստեղծելու համար։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, Իրանը կարող է առնվազն 1 տարուց միջուկային զենք ստանալ։ Այսօր մենք հարվածել ենք Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հավատացնում են, պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում լայնամասշտաբ պատերազմի։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը տեղի ունեցածը կանխարգելիչ հարված է որակել, հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի մասին։ Իսրայելական կողմի տվյալով Իրանն արդեն ավելի քան 100 ԱԹՍ է արձակել, հոբ համակարգն աշխատել է դրանց ոչնչացման ուղղությամբ։ Թել Ավիվի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանում տարհանում է իրականացվել։ Նաև հայտնի է, որ Իսրայելը փակում է տարբեր երկրներում իր դիվանագիտական ներկայացուցչությունները։ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, Թեհրանը որևէ սահմանափակում չի ունենա հակահարվածի հարցում, հայտարարում են Իրանից, իսկ երբ և ինչպես արձագանքել կորոշեն իրանցի զինվորականները, կառավարությունն էլ կաջակցի այդ որոշմանը։ Սիոնիստական ռեժիմը կպատժվի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անպատիժ չեն թողնի նրանց։ Հարվածելով բնակելի թաղամասերին ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր նողկալի բնույթը։ Նրանց ճակատագիրը կլինի ցավոտ և դառը։ Իրանի նախագահը Իսրայելի գործողությունները որակել է հիմար հարձակում։ Մեր հզոր և օրինական արձագանքը կստիպի սիոնիստական ռեժիմին զղջալ, շեշտել է նա։ Իսրայելի հարվածները միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խախտում են։ Թեհրանն օրինական իրավունք ունի արձագանքելու այս ագրեսիային։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ակտերը չէին կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի հետ համակարգման և թույլտվության։ Համապատասխանաբար ԱՄՆ կառավարությունը որպես ռեժիմի գլխավոր հովանավոր ևս պատասխանատու է էսկալացիայի վտանգավոր հետևանքների համար։ Վաշինգտոնից արձագանքում են, ԱՄՆ-ը օգնություն չի ցուցաբերել և չի մասնակցել Իսրայելի գործողությանը։ ԱՄՆ պետքարտուղարն այն ինքնապաշտպանական ակտ է որակել։ Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է Թեհրանին խուսափել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հարձակումներից։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, տեղյակ էր Իսրայելի մտադրություններին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, պատրաստ են ցանկացած հակահարվածի, կպաշտպանեն և Իսրայելը, և ԱՄՆ-ը։ Միևնույն ժամանակ նա հավատացրել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորմանը։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, կրկնել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանին բազում հնարավորություններ եմ տվել գործարք կնքելու համար։ Նրանց ասել եմ ամենախիստ բառերով, որ անեն դա։ Զգուշացրել եմ, որ կանխատեսվածից շատ ավելի վատ կլինի, որ ԱՄՆ-ն արտադրում է աշխարհի լավագույն և մահաբեր ռազմական տեխնիկան, և Իսրայելը դրանցից շատ ունի։ Իրանում կոշտ գործելավոճի որոշ կողմնակիցներ խիզախ հայտարարություններ էին անում։ Հիմա նրանք մեռած են։ Արդեն շատ մահեր և ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա։ Ծրագրված հաջորդ հարձակումները կլինեն ավելի դաժան։ Իրանը պետք է գործարք կնքի և փրկի այն, ինչ ժամանակին հայտնի էր որպես Իրանի կայսրություն։ Աստված բոլորիդ պահապան։
Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ Թրամփը հիշեցրել է, որ ժամանակին իրանական կողմին 60 օր էր տվել միջուկային գործարք կնքելու համար։ Այսօր արդեն 61-րդ օրն է, շեշտել է նա, հավելել. Թեհրանին երկրորդ հնարավորությունն է տալիս։ Թրամփը նաև հույս է հայտնել, որ Իրանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն իրանական կողմն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի Իրանի միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների 6-րդ փուլին, որը նախատեսված էր հունիսի 15-ին Օմանում։ Իրանական կողմը նաև խոստացել է շարունակել ուրանի հարստացումը եւ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակով կիրառումը։ Թուրքիան, Պակիստանը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Ճապոնիան եւ այլ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Իսրայելի գործողությունների կապակցությամբ, կոչ անելով խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով։ Մոսկվան դատապարտել է Իսրայելի գործողությունները, դրանք որակելով միակողմանի։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը աչք չփակել նման վայրագությունների վրա։ Գերատեսչությունում հավելել են, միջուկային ծրագրի կարգավորումը ռազմական լուծում չունի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքն աշխատում է դեէսկալացիայի ուղղությամբ։ Մարկ Ռյուտեի խոսքով տեղի ունեցածը Իսրայելի միակողմանի նախաձեռնությունն է։ Զսպվածության կոչերով են հանդես եկել ՄԱԿ-ը, Եվրահանձնաժողովը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը, Բերլինը, Պեկինը, Փարիզը։ Էսկալացիայի ֆոնին Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի ղեկավարների հետ։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին եւ քննադատել Իրանի միջուկային ծրագիրը։ Նեթանյահուն էլ վստահություն է հայտնել, որ Իրանը դեռ ծանր հակահարված կտա, Իսրայելն էլ կարձագանքի։ Նա տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ծրագրվել է 2024 թվականի նոեմբերից։ Դիանա Գասպարյան, լուրեր։